Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 10-ն է, արդեն քանի օր է անցել ընտրություններից եւ մենք չունենք վերջնական արդյունքներ։ Չունենք վերջնական արդյունքներ, որովհետեւ կարծես թե վերելներում դեռ չեն պայմանավորվել։ Միջև այս բոլոր նորություններին անդրադառնալը ես ուզում եմ ուղղակի վերադառնալ մեր նորմալ հաղորդման օրակարգին եւ հիշեցնել, որ դուք կարող եք հետեւել նաեւ մեր հաղորդումներին Patreon-ում, գտանցեք, սա կլինի նաեւ ձեր աջակցությունը ալիքին, լինեք տեղեկացված, նախորդ կարող եք նայել բոլոր վիդեոները մինչև YouTube-ը կտեղադրի եւ ամենակարևորը կարող եք նայել դրանք առանց գովազդային ընդհատումների։ Եվ սա ամենակարևորը կլինի ձեր աջակցությունը ալիքին։ Իսկ նրանք, ովքեր ուզում են մեկ անգամյա աջակցություն ցույց տալ, բոլոր հնարավոր տարբերակները ներքևում կա, օգնեք մեր աշխատանքին, որ մենք կարողանանք ամեն օրվա եթերներով ձեզ հասցնել են բոլոր նորությունները, որոնք կա։ Եվ այսպես հաղորդումը ուզում եմ սկսել Գարեգին Նժդեի խոսքերով, որ ասում է ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ ուզում է թշնամին։ Այսպեսի մոտարապես մի տեքստ է գրել, որ բոլոր Նիկոլ ընտրողները հանցագործ են եւ բավականին մասա ֆեյք բնականաբար բոլոր չնչին բացառություններով շատ նեղվել էր, որ ես իրանց հանցագործ եմ ասում։ Հիմա նույն բանը մոտարապես ուրիշ ձև ասում, ձեզ ասում ապերախտ, որ դուք ուզում եք նույն բանը, ինչ թշնամին։ Դե կարող եք մի քիչ Նժդեհին քրֆել։ Դե ձեր մոտ միակ բանը, որ ստացվում է, միակ բանը, որ դուք ընդունակ եք, ուղղակի մտնել մարդկանց էջերի տակ, հայոյել։ Սա Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն է։ Սա Նիկոլ Փաշինյանի այն մասանա, որի վրա ինքը հենվելով պետքա Հայաստան կառուցի։ Որում այդ Հայաստանն էլ պիտի գնա Եվրոպա, չիմացակ 20 տոննա միրգ են տանելու։ Որ արդեն մենք Եվրոպայի ենք։ Ավելի ճիշտ հայտարարել են, որ արդեն 20 տոննա տանելու են Լեհաստան։ Ու մենք հենց արդեն Եվրոպայում ենք եւ մի քանի սենց էլի քարոզիչներ միանգամից տեսակ Եվրոպայի դռներն արդեն մեր առաջ բարձվում է։ Գիտեք հետաքրքիր է որն է։ Ոչ մեկ չի հարցնում, բա առաջ ինչի՞ չէր բացվում։ Բա առաջ ինչի՞ էր մարդկանց կապել ռուսական շուկայի վրա։ Որպես ես ընտրության ես սև ու սպիտակը լավ աշխատացնեք, 8 տարի մարդկանց զրկել ես, փաստորեն հնարավորություն եղել է Եվրոպա միտք արտահանել, 8 տարի դու զրկել ես այդ մարդկանց։ Թող ոչ մեկ չասի, որ հիմա հատուկ պայմանագրեր կա, մենք Եվրոասոցիացիան դիմում ենք տվել, ոչ մի բան չենք տվել, ոչ մի բան թղթի վրա չի փոխվել։ Ոչ մի բան, բայց պրոպագանդիստների համար սա բան էր, որ մի քանի բլթոց գար, արդյունքում մենք ենք ուղղակի հասկանում, ով ինչի համար է բլբլթում։ Եվ այսպես անցնենք օրվա հաջորդ թեմաներին։ Ես ուզում եմ ներկայացնել քաղաքական գիտությունների դոկտոր պատմաբան Արմեն Այվազյանի գրառումը։ Ինքը ինչ է ասում այս ամեն ինչի վերաբերյալ։ Ճշմարտությունը աստիճանաբար ջրերից է դուրս գալիս։ Խունտան ոչ միայն ամբողջովին խաթարել է նախընտրական շրջանը, բռնաճնշումներ, ձերբակալություններ, վարչական ռեսուրսի եւ հանրային ԶԼՄ-ների խոսքովս հանցագործությունները, այլև ընտրությունների օրը զբաղվել է համակարգված զերծարարությամբ, ձայների գողությամբ։ Այս պայմաններում ԱԺ մանդատները վերցնելու եւ խորհրդարան մտնելու նպատակահարմարության շուրջ ընդդիմադի 3 գործիչների 3 գլխավոր ուժերի ձգձգվող խորհրդատվությունները ավելորդ են եւ վնասակար հանրության հիմնավոր դիրքորոշումից ու արտարացի տրամադրություններից հետ մնալը անթույլատրելի է, այն էլ այսպիսի վճռորոշ պահերի։ Սա Արմեն Այվազյանի դիտարկումն է, այսպես համաձայն եմ։ Ես արդեն նամակ եմ գրել, որպեսզի միասին կարողանանք քննարկել այս ամենը նաև ուղիղ եթերում։ Այս մասին մի շատ գեղեցիկ մարդ արտահայտվել, ես ուզում եմ լսեմ, այնքան էլ համով է խոսում, լսենք էլի։ Հասարակ մեր նման քաղաքացի է, ամեն անգամ ես չեմ խոսելու։ Լսենք նաև այլ մարդիկ ինչ են խոսում այս մասին։ Ընդդիմություն, մենք դեռ սպասում ենք ձեր պատասխան գործողությունների, որովհետև Նիկոլը գողացել է ժողովրդի քվեն։ Իսկ քանի դեռ ընդդիմությունը կարկամում է, ես փորձեմ պարզապես մի քանի
հստակ կետ առանձնացնել այս ամբողջ մղձավանջում։ Որովհետև երբ որ մենք նայում ենք ընդհանրապես ինչ է կատարվում, տեսնում ենք, որ շատերը շարունակում են այժմ մեղադրել ժողովրդին։ Ես ոչ, եւ ես անգամ թույլ կտամ ինձ պաշտպանել ամբողջ ժողովրդին։ Ինչու՞։ Որովհետև չնայած Նիկոլի սարսափելի սպառնալիքների, որ Այ հիմա կասի, այն ինչ որ ես պիտի ասեի, ես թեթևացնում եմ իմ գործը, ինքը շատ լավ ասում, համով էլ ասում է, լսեք։ թափում էր ժողովրդի գլխին։ Չնայած այն պարտադրանքների, որ մենք տեսնում ենք բոլոր մակարդակներում եւ տարբեր տեղերում մարդիկ բողոքում էին այդ պարտադրանքներից, չնայած այն մշտապես արդիական իշխանական ռեսուրսի, որը մշտապես 25-ից 30% հաշվում է, չնայած նաեւ այն զանգվածի, որը որ անմեղսունակ է, տգետ է եւ դրանով Նիկոլի կողմից է, այնուամենայնիվ փաստացի մենք կարող ենք պնդել հետևյալը. երբ որ Նիկոլը այժմ հանդգնում է շարունակել խոսել ժողովրդի անունից, ինքը կրկին ստում է, որովհետև նույնիսկ այս սարսափելի ընտրակեղծիքներով հանդերձ ինքը ստացել է ընդամենը քվեարկողների 29%-ը, իսկ քանի որ, ինչպես ասեցի, 25-ից 30% դա իշխանական ռեսուրսն է, ուրեմն ընդհանուր առմամբ մենք ստանում ենք ընդամենը 1% անմեղսունակ մարդկանց, ովքեր որ հենց Նիկոլի իրական էլեկտորատն են։ Իդեալական։ Ահագին թեթևացեց իմ գործը։ Ժորժ ջան, ես քանի որ տեսնում եմ շատ ընկճված մարդիկ, հա, այս վայ, այս ժողովուրդը, վայ, այս ժողովուրդը, վայ, ժողովուրդը, խնդրեմ, շատ գրագետ բացատրեց ինչ-ինչոցը։ Եվ ժողովուրդ ջան, մենք ոչ մի աշխատանք չենք տարել մարդկանց դաստիարակելու համար։ Իրոք չենք տարել, մարդկանց թողել ենք, իրանք ավտոպիլոտ, իներցիայով մեծացել են։ Հասկանում եք, սրանց այս հանգամանքի համար, այս որակի ժողովուրդ, sense գրագիտության եւ քաղաքավարության առումով ունենալու համար պետք է ուղղակի պատասխանատվության ենթարկել բոլոր անցած նախագահներին, իրենց կրթության եւ գիտության նախարարների հետ, մշակույթի նախարարների հետ։ Այո, բոլորին պետք է սրա համար առնվազն պարսավանքի ենթարկել, որ ձեր աճասած սերունդը այսօր ցույց է տալի այս կարգի որակ։ Բա ինչ պետք է լիներ։ Բայց ես զգուշացել ենք, այս երաժշտությունը, այս խոսակցությունը, այս սերիալները, բա ինչ պետք է բերեր, բա ինչ սերունդ պետք է դաստիարակեր։ Միայն նման։ Ու այդ սերունդը պետք է ընդուներ Նիկոլ։ Իր համար խորտ չլիներ իր ականջներին, իր էսթետիկայի համար մերժելի չլիներ, որովհետև դուք էսթետիկան իջացեցիք ամենաներքևի մակարդակին։ Իհարկե Նիկոլը ավելի իջացեց, բայց դուք արդեն նախապատրաստել եք այն կետը եւ այդ կետի սովոր մարդկանց, որոնք պետք է լսեին Նիկոլ։ Մարդիկ ինչ են ասում, մաքրեք ձեր շրջապատը, հենց դրա համար են ասում, որովհետև կեղտոտ շրջապատը ստեղծում է հենց այդ կեղտին ադապտացված մարդիկ։ Դրա համար են ասում, պետք է մաքրվի։ Իսկ կեղտին ադապտացված մարդիկ ստեղծում են հենց այդպիսի իշխանություն։ Դրա համար եմ ասում, մենք գործ չենք կարել։ Այսօր կարդացի այս հայտարարությունը հայ ընդհանուր բարեգործական միությունից։ Շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա։ Ընտրված։ Նույնիսկ վերջնական թվերը չկան, որոշում չկա։ Ընդ որում, ինչքան որ տեղամասը բացում են, Նիկոլ Փաշինյանը կորցնում է տեղամասը։ Բոլորը շահում են, Նիկոլ Փաշինյանը կորցնում է։ Ու հայ ընդհանուր բարեգործական միությունը նախ շնորհավորում է Նիկոլին, ընտրված վարչապետին ու ակնկալում խաղաղություն։ Ընդհանուր ես պետք է ասեմ, երբ շատ քչերը գիտեն, որ Ռուբեն Վարդանյանը հայ ընդհանուր բարեգործական միության հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Անդամ է ամեն դեպքում միջև բռնվել են, չգիտեմ հանել են թե չէ։ Իրենց հոգաբարձուների խորհրդի անդամը հիմա բանտում է։ Մյուս անդամն էլ գիտեք որն է, Լուբար Աֆեյանը։ Ու այս միությունը շնորհավորում է մեկին, որը պատճառը հանդիսացել մի ամբողջ երկրի կորուստի,
իրենց հոգաբարձությունների խորհրդի անդամի բանտարկության, ցեղասպանության ուրացման, ես ես պետք է ասեմ, այս հայ ընդհանուր բարեգործական միության հիմքերում ընկած Լումբար Փաշայի փողերը ինքնաստեղծել սա։ Հետո սա անցել է Ալեք Մանուկյանին, այսինքն ինքն է եղել ամենամեծ դոնորը, ես անձամբ տեսել եմ եւ Ալեք Մանուկյանին եւ Լուիս Սիմոն Մանուկյանին իր դստերը։ Ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ Ցեղասպանության սերունդները ստեղծել են այս բարեգործական միությունը, որը ընդ որում արդարության համար պետք է ասենք, որ իր դոնորների փողերից միլիոնավոր դոլարները ծախսել Արցախի վրա, եւ Արցախի վրա, եւ Բերձորի վրա։ Ու հիմա այս ամեն ինչը թշնամուն հանձնած Նիկոլին, հայ ընդհանուր բարեգործական միությունը շնորհավորում է։ Ինձ ասեք, ես ոնց հասկանամ սա։ Ոնց։ Ես այսօր, քանի որ ես ամեն օր TikTok-ում ուղիղ եթերներ եմ ունենում, ես այսօր մի քիչ սա մասին խոսել եմ, որ դեռ չեկիստական ժամանակներից, 20-ական թվականներից ռուսական, արդեն սովետական չեկան, բոլոր գաղութներում հայերի միջոցով ստեղծում էր իր օջախները։ Բոլոր, եւ հայերը իր համար ամենալավ ռեսուրսներն էին, գիտեք չի, որովհետեւ աշխարհում մեկ սփռած էին հայերը։ Եվ տեղի հայերից գտնել ինֆորմացիա ստանել, փոխանցել Մոսկվա, ամենադյուրին դեր։ Ընդ որում, մենակ Ամերիկա, Եվրոպա չէ, Պարսկաստան, միջև Շանհայ, միջև Հնդկաստան, որտեղ հայերը բոլոր տեղերում էին։ Բոլշևիկների ամենամեծ հենարանը Չինաստանի հյուսիսում, ասենք սովետական միության հարավում, եղել են հայերը։ Մեկ այնքանես գաղութներ են ունեցել այդ կողմերը։ Մի խոսքով ասածս ինչին է, ինչ է վերաբերում։ Որ այն, որ ես պնդում եմ, որ բոլոր կառույցները ուղիղ ենթարկվել եւ սպասարկել են ռուսական, սովետական ծրագրերը, խնդրեմ, դուք ինձ ասեք այլ բացատրություն, եւ սա շարունակում առ այսօր։ Ասեք այլ բացատրություն, որովհետեւ ոնց կարող հայ մարդ, ցեղասպանության ժառանգ, այսինքն ցեղասպանության հետևանք, հա, ինքը շնորհավորի մեկին, որ ասում է դու ես մեղավոր, որ քեզ ցեղասպանել են։ Դու ոչ մեկ ես։ Շշմելու բան է։ Շշմելու։ Ամոթ։ Հազար ամոթ։ Ես չգիտեմ, պես բարեգործականի դոնորները սա ոնց են վերաբերվել։ Հարգելի դոնորներ, լուրջ դուք եք տես կարծում։ Դուք եք տես կարծում, որ դուք հայրենիք չունեք։ Դուք եք տես կարծում, որ ձեր պապերին, հայրերին մորթել են, որովհետև իրենք են դրա մեղավոր եղել, հա։ Նույնիսկ ասեմ, չեն էլ մորթել, հիմա Թուրքիան հակառակ process-ն անում, ասում է, որ դուք եք մորթել։ Հակառակ process-ն ասկսել, թե ինչպես են հայերը կոտորել թուրքերին։ Նիկոլ հեսա շուտով դրա մասին էլ ասել։ Հա, էս ինչ է։ Չէ՞ որ բարեգործական ընդհանուր միությունը մի դոնոր չի, այդտեղ դոնորներ կան։ Դուք ոնց եք սրա վերաբերվում։ Ես կարծում վաղը պիտի պայթի սա ներսից։ Գոնե մեկ ազգային միություն չունենանք մենք, որ ազգային շահերը հետապնդում։ Շահերը հետապնդում է ոչ թե բարեգործական ծրագրեր է անում, բայց աջակցում է այդ ամեն ինչը վաճառողներին, նվիրողներին, քանդողներին, ուրացողներին։ Չի բռնում իրար մի տեսակ։ Գնահատակ։ Ուկրաինական տելեգրամ ալիքներում գիտեք ինչ են գրում։ Փաշինյանի ճանապարհը։ Ասում է ոնց հայկական պրեմիեր մինիստրը Փաշինյանը, վարչապետը հաղթեց մի հատ լոզունգով, որի համար Ուկրաինայում բանտ կնստացնեին։ Ոնց էր դա հնարավոր, ուկրաինացիք չեն հասկանում։ Ուղղակի ես պետք է ասել, որ ձեր նախագահը եկավ, դրա համար ձեռը դրեց Սլաուսին, Եվրոպային էլ կոչ արեց օգնեք։ Օգնեք Նիկոլը դա անի։ Մի բան, որի համար Ուկրաինայում կդատեին։
Կամ կարող է իր երազանքն էլ այդ ուղղակի չի կարողանում անի, որովհետև ասենք Ուկրաինան Հայաստան չի, Ուկրաինան մի քիչ մեծ է, էլի կարող է կախեն Զելենսկուն։ Վաղ թե ուշ դե երկե կախելու են, հարցը դա չի։ Տրիբունալը լինելու է եւ Փաշինյան Նիկոլի եւ Զելենսկու համար, դա վստահ եղեք։ Բայց ուկրաինացիները չեն հասկանում բլա, ոնց է դա հնարավոր։ Երկիրը ծախելու լոզունգներով դառնալ վարչապետ, ձայն հավաքել։ Բայց իրանք երևի չեն հասկանում, իրանք չեն ճանաչում Նիկոլի ֆեյքերին, իրանք երևի չեն հավատում, որ մարդ կարող է այդ աստիճան անասնանա։ Ինչպես ես երեք ասեցի, այն կենթաների համույթը որ կա, որ իրար հետևից գնում են, այն որ մենք ասում ենք նախիր, հա, մարդուն եւ որ ասում են նախիր, դա պարտադիր չի լինի կենթանիների համույթից, դա ուղղակի վարքագիծ է, որը բնորոշ է հենց այդ կենթանիների համույթի վարքագծին։ Այդ դրանց իրոք դժվար է հասկանալ։ Ընդ որում այդ վարքագիծը կարող են ունենալ բոլորը, չասեմ բոլորը, այսինքն անկախ սեռից, տարիքից, գիտական աստիճանից, մասնագիտությունից, հասարակական դիրքից, դրան կապ չունի, դրան ոչ մի բան կապ չունի, դա մի վարքագիծ է, որ հատուկ է նաև դրանց։ Մի բան, որ ուկրաինացիները չեն հասկանում։ Ես էլ չեմ հասկանում։ Բայց լսենք սրան։ Աղետաբեր պատերազմ, պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի, ոնց ուզում եք ինձ ասում եք 18 թվին գայր ասեի, հիմա ասում եմ, շատ ուղիղ ասում, չնայած հիմա այս մթնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է, մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Հասկացա՞ք։ Ինքը ոչ թե արդեն հաղթել է իր մտքի մեջ, ինքն արդեն սահմանադրական մեծամասնություն է ստացել։ Մի տեսակ չեք զգում, որ սա լուր է, մի տեսակ չեք զգում, որ ձայն-ձույն չկա, ինքը ոչ միայն դեռ չի հաղթել, ինքը հաստատ սահմանադրական մեծամասնություն չի լինելու։ Այն որ ասում են Նիկոլա հաղթեց, մենք պարտված ենք, ոչ, իր համար ինքը պարտված է, որովհետև իր նպատակը սահմանադրական մեծամասնություն ունենալն էր, որով պետք է ինքը ավիրեր Հայաստանը, իրականացներ այն ինչ որ ադրբեջանցիներն ու թուրքերը իրանից ակնկալում են, արդեն խոսում են դրա մասին։ Դե հիմա դուք ասեք, ինքը հաղթել է, թե չի հաղթել։ Մի հատ այսի լսենք դրա մասին ավելի մեծ ճիշտ պատկերացում ունենալու համար։ Լսենք ընկերուն։ Ինձ հետո հարգելի հետևորդներ, ընտրություններից հետո Հայաստանի հասարակական, քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում են բնականաբար ընտրությունների արդյունքները եւ հնարավոր սցենարները ու այդտեղ գլխավոր հարցերից մեկը, որ շոշափվում է Facebook-յան ակտիվի շրջանում, դա այն հարցն է, թե արդյոք ուժեղ Հայաստանը որպես ընդդիմության լոկոմոտիվ պիտի վերցնի կամ չվերցնի մանդատները, սիրելի ինձ հետևող հայրենակիցներ։ Մի քանի արձանագրում եմ ուզում անել։ Ուժեղ Հայաստանը պատասխանատու քաղաքական ուժ է, ցանկացած որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունը եւ մեր երկրի առաջնային շահը։ Մյուս արձանագրումը, այս ընտրությունները ընթացել են տոտալ խախտումներով։ Խախտումները արձանագրվել են ոչ միայն բուն քվեարկության օրը, այլև ամբողջ նախընտրական շրջանում։ Միանգամից ասեմ Մարիաննա Ղարամանյան ոնց, միանգամից ասեմ Մարիաննա Ղարամանյան, ձեր ուժը արդեն տապալել է իրական հետընտրական շրջանը, որովհետև հետընտրական շրջանը սեզ չի լինում։ Սեզ չի լինում։ Դուք չեք կարող մինչև 14 ամսի 16 իրեն ժամանակ տալ, որպեսզի նկարեն այդ թվերը։ Այդ գիշերը պետք է իրենց վզից բռնել, հաշվել տալ ամեն ինչ ու ստանալ թվերը։ Ու վերջ, ու այդ ամեն ինչը կամերաների առաջ, այսպես կոչված միջազգային դիտորդների առաջ, եթե իհարկե ձեր նպատակը իրոք Փաշինյան Նիկոլին իշխանությունից սրկելն էր։ Լսենք։ Վարչական ապարատը եւ քրեական գործիքակազմը տոտալ կիրառվել է եւ մեր քաղաքական ուժի նկատմամբ զանգվածային հետապնդումների ալիք է եղել։
բուն քվեարկության օրը արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգեր են հնչել մամուլում։ Դուք տեսել եք, թե ինչպես քվեարկության ավարտից հետո մի քանի տեղամասերում իրականացվել են զինծառայողների քվեարկություններ, որոնց միտումնավոր տեղամաս են բերել քվեարկության ավարտից հետո։ Ես այստեղ տեղադրել եմ այդ տեսանյութը, որտեղ ամեն բան ակնհայտ է, նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա։ Արդեն իսկ հաշվարկների ստուգման, վերստուգման, որոնք մենք իրականացրել ենք սեփական ռեսուրսներով արդյունքում, բազմաթիվ տեղամասերում ուժեղ Հայաստանի ձայները պարզապես տրվել են այլ մերձիշխանական սատելիտ ուժերին։ Դուք գիտեք, որ մենք նաև վերահաշվարկի դիմումներ ենք ներկայացրել տասնյակ ընտրատեղամասերում, ուստի որևէ որոշում կայացնելուց առաջ մենք պիտի իրավիճակը վերլուծենք, իրավիճակին տանք սթափ գնահատական։ Լավ, միջև դուք կտաք գնահատական, ես տեսա, որ այսպիսի մի արդեն հարցում կա, ես մի հատ update անեմ սա։ Սա ես չեմ դրել, հա, ուղղակի տեսնենք, հա։ Alpha News, ձեր կարծիքով ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, թե ոչ։ Այո, ասում է 22%-ը, սա Նիկոլենք է, 78% ասում է ոչ, Տիկին Մարյանն է, սա ձեր արդի պատասխանն է։ Ընդ որում, ես պետք է ասեմ, որ ասում է Գյուղացի Համբոյի տանը կռիվ է ընկել։ Այո, Սամվել Կարապետյանի տանը, քաղաքական տանը կռիվ է, որովհետև այնտեղ կան, ինչքանով ես հասկանում եմ, ինչքանով ես զգում եմ, տեսնում եմ, կռահում եմ, դե դրված են մարդիկ, որոնք ուղղակի հորդորում են վերցնել մանդատները գնալ ԱԺ։ Հիմա ես կասեմ ինչ կկատարվի ձեր հետ։ Այն Նարեկ Կարապետյանը որ հայտարարում է, թե իրենք գուցե 8 հոգի առնեն ԿՊ-ից, հա, եւ ԿՊ-ն չլինի մեծամասնություն, Նարեկ Կարապետյան։ Ուրեմն ավելի շուտ Ալիևը, Էրդողանը իրար հետ ձեր կուսակցության 50%-ին կառնեն, քան դուք ԿՊ-ից 8 հոգի կառնեն ու շատ հեշտությամբ, որովհետև որտեղ չի օգնում փողը, այնտեղ օգնում է մեծ փողերը, մեծ։ Եվ Հայաստան առնելու համար Ալիևը, Էրդողանը, Նիկոլը իր կյանքը փրկելու, ինչ թիվա պետք։ Դու մեկ էլ կարող է այդ մանդատները վերցնելուց հետո, դու մեկ էլ կարող է տեսնես քո ունեցածի 50%-ը գոռում է, որ ինքը Գեգամ Նազարյանը։ Հասկանում եք։ Դուք դեռ գիշերը պետք է հապավեիք սրա պարտությունը, սրա 50-ից ներքև լինելը, 50% ներքև լինելը, դեռ գիշերը, ու բոլոր հնարավոր շանսերը տակ, դուք դե չարեցիք, նստեցիք, սպասեցիք հրահանգների, ես չեմ կասկածում, որ դուք սպասում եք դա, սպասում եք, որովհետև երբ որ ես նայում եմ դրա մասին ինչ են խոսում օրինակ ռուսները, մեկ նայենք, Все это итог парламентских выборов в Армении, которые уже называют самыми грязными за последние годы. В нашем МИДе происходящее назвали попыткой совершить преступление против демократии. Выборы эти выборами считать, конечно же, нельзя. Провел омерзительным образом. Нет такого нарушения, которое не было допущено. Նեխոսկով, չեմ ուզում ամբողջ տեսանյութը տամ, թե Փաշինյան Նիկոլին ոնց են, մտցնում այնտեղ, որտեղ իր տեղն է իրականում, ուղղակի տարօրինակ այս ռուսներից լսել է, էլի։ Բայց այն ինչ որ ասում են իրականությունը։ Բայց զուգահեռ ԱՊՀ դիտորդները ընթացել են բազմակուսակցական հիմքում, եղել են բաց եւ մրցակցային։ Եվ սա քայլ առաջ է։ Սա ԱՊՀ-ն է, ռուսականը մի տեսակ ուրիշ բան է։ Կարող է տղեկ, դուք տեղյակ չեք իրարից։ Հա։ Իսկ Զախարովան էլի հիշել է։ Հա, Զախարովն էլի հիշել է, որ խայտարակ ճնշումներով է անցել բանի նկատմամբ, ընդդիմության նկատմամբ։ Միջելոց դրա մասին է ասում նաև Եվրոդիտորդներից մեկը, Խորհրդի նախագահն իրենց։ With divisive rhetoric and marked by allegations of vote buying and other electoral violations that led to numerous criminal proceedings. Ընտրական խախտումների նախոսում կրիմինալ հանցագործությունների մասին, հանցավոր գործողությունների մասին խոսում of opposition candidates and opposition activists, resulting in many opposition supporters refraining from actively engaging
որոնք սահմանափակել են մարդկանց ակտիվ մասնակցությանը, սահմանափակել են, վախեցել in the են campaign. Մի խոսքով, Փաշինյան-Նիկոլի վիճակը այդքան էլ միանշանակ չի։ Եվ ես իմ մեջ հետևորդներին եմ խնդրում ուղղակի, հորդորում եմ հարազատներս, անջատեք դուդուկները։ Իդոք անջատ։ Ես հասկանում եմ դուք ուրիշ բան եք սպասում, բայց դուք պետք է նաև մի քիչ իրատեսական լինեք։ Հրաշքներ մեր հասարակության մեջ, մեր այս Սերժի գրած եւ Սերժի խաղացող այս տակից ամեն ինչ խաղացվող սցենարի մեջ հրաշքներ դժվար թե լիներ։ Բայց ամեն ինչ այդքան էլ միանշանակ չի, հասկացեք։ Թշնամին, որ ուզում է սահմանադրական մեծամասնություն, ոչ թե հաղթել, սահմանադրական, որ ինքը միանգամից սահմանադրությունով, խոսքով, ամեն ինչ փոխել եւ տալ թուրքերին, չի եղել։ Բայց դա չի նշանակում, որ չի կարա լինի։ Ոչ թե ինքը կլինի սահմանադրական մեծամասնություն, այլ եթե խորհրդանը սկսեց աշխատել, վստահ եղեք Ծառուկյանից, Քոչարյանից, ուժեղ Հայաստանից բարձվելը տղեկ կան, այդքան էլ ուժեղ չեն։ Եվ կդառնան միանգամից Գեգամ Նազարյան, մեկ էլ օպա սահմանադրական մեծամասնությունը, վուալա, ընդ դրածա։ Ճիշտ է, իրանք ԿՊ-ից չեն, բայց Գեգամ Նազարյանն է։ Ո՞ց եմ ասում։ Որտեղ չեն օգնում փողերը, այնտեղ օգնում են մեծ փողերը։ Եվ այդ մեծ փողերը պատրաստ կանգնած են հենց այդ պայի համար։ Ուստի մտնել խորհրդարան, դա նշանակում է ինքնասպանություն ձեր եւ Հայաստանի համար։ Ես չեմ ասում Նարեկ Կարապետյան, թե քեզ կարող են գնել։ Ես դա չեմ ասում, բայց դու չես կարող երաշխավորել, որ քո հետևից կանգնած դրանց վախեցնելով, շանտաժներով, չգիտեմ, բռնություններով, մեծ փողերով, հա, տարբեր գայթակղություններով, անես տեղեր կբռնեն իրանց, անես ձևերով կբռնեն, ախր ես այդ մեխանիզմները ձեզ հազար անգամ բացատրել եմ, ձեզանից ոչ մեկ սուրճ չի, ոչ մեկ հերիքա դուք ընդեղ մտակ, բոլորիդ մեր հետույքները բերելու են ցույց տան ձեզ։ Մեկը կընկրկի, մեկը չի ընկրկի, բայց վստահ եղեք սահմանադրական մեծամասնություն իրենք կապահովեն, համ նկարներով, համ փաստերով, համ փողով։ Ուստի մտնել խորհրդարան նշանակում է արդեն իսկ ապահովել Նիկոլ Փաշինյանի ծրագրերի ապահովում։ Հասկա։ Բարձա դուք չեք կարող ոչ մեկի վրա երաշխավորել։ Ուստի սրան պետք է միջև խորհրդարան մտցնելը պարտ բանալ են, ինքը պարտվի, որ ինքը իշխանություն չլինի։ Պարտվի ուղղակի։ Ոնց ուզում եք արեք։ Դուք մեծ շանս արդեն բաց եք թողել։ Եվ ինչպես տեսակ, ընտրողների 78%-ը ձեզանից հենց դա է պահանջում։ Դուք փախնելու տեղ չունեք։ Իսկ այն հանգամանքը, որ ապահան եղումը Պուտինը դաղում է, դա նշանակում է մի բան։ Հələ պայմանավորվում են։ Մանավանդ որ Եվրոպայում էլ միանշանակ չի Նիկոլին պահելը։ Իհարկե, սիոնիստների համար սա գանձ է։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար Նիկոլ Փաշինյան ունենալ գանձ, որովհետև սա պետք է Իսրայելին տրիպի համար։ Հա։ Այն էլ այնքան փողեր, որ Թուրքիայից են կստանում, այդ միջանցքը ապահովելու համար, Նիկոլին շեֆություն անելու համար։ Ինքը իր համար գանձ է, բայց ընդեղ էլ այդքան միանշանակ չի, էլի։ Ուրսուլա ֆոն դեր Լայենից բացի այնտեղ ուրիշ արտիկացիոն կանայք էլ կան, որ ասում են դա կրիմինալ է։ Դա կրիմինալ, աղբեր ջան, դա ընտրություններ հնարավոր չի։ Իսկ եթե Պուտինն ասեց, չէ, ասկի չբադիշեցին, ոչ թե արդարության համար, ճիշտ հասկացեք, ոչ թե մեր արդարության համար, այլ չբադիշեցին, դա ուրեմն չի լինի։ Որովհետև ես Պուտինն ասեց, չէ, Թրամփը ընդեղից է Մարկո Ռուբիոյի բերանով ասելու չէ։ Պարզվեց, չէ, մենք չգիտեինք։ Նիկոլ, պարզվեց դու սրիկա ես, իսկ մենք չգիտեինք։ Ես հիմա չգիտեմ ինչի շուրջ է բանարտությունները, ինչի վրա են սրանք խաղում, որտեղ ինչ-որ մի բան պետք է մեկը զիջի, մեկը ստանա, բայց այս ընդդիմություն կոչվածը դրան է սպասում, ցուցումի։ Բայց թող չմոռանա, որ այդ ցուցումի հակառակ կողմը կա ժողովուրդ 78% կանգնած, որ ձեզ ձենա տվել, ոչ թե ձեզ սիրելով, այլ տվելա, որ դու կարողանաք Նիկոլ վռնդել։ Հասկանում եք։
Նիկոլի ընդրազանգվածը սա այս 20-22%-ն է։ Իրա ֆեյքերով եւ իրա վարչական ռեսուրսներով հանդերձ։ Ամեն ինչ հանդերձ։ Մնացած ժողովուրդս։ Ես այդ գիշերն ասեցի, անկախ արդյունքներից ժողովուրդը չի ընտրել ների։ Նշանակում է մեր պայքարելը իմաստ ունի։ Մեր չհանձնվելը օրվա հրամայական է ու ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի։ Ինչպես Նժդեհը կասեր, թող մնան նրանք, ովքեր բարիապես չեն պարտված։ Գնանք առաջ։ Ես ճանաչում եք սա ով է, այս թշվառ տականքը Նիկոլի ընկերը մանկության, պատկերացնում եք, սա մեր կյանքն է որոշելու, սա մեր ապագան է որոշելու, սա այս կենդանին։ Եթե իսկապես եղել է տեխնիկական խնդիր, որը սա է պատճառը բանում, ապա ինչու այդ տեխնիկական խնդիրը չի ազդել իշխանության արդյունքների վրա։ Պատկերացնում եք տեխնիկական խնդիրները մենակ օգնել է իշխանության ձայների ավելացմանը։ Ինչու դրա մասին նախօրոք ոչ ոք չի զգուշացել ժողովրդին։ Ինչու հիմա խոսում է թվերի վերանայման մասին, երբ մարդիկ արդեն կորսել են վստահությունը։ Այս դժվար ժամանակներում նման իրավիճակները միայն խորացնում են կասկածներն ու բաժանում հասարակությունը, սա կասկած չի, վստահություն, որ դուք հանցագործ եք, պարոնեք։ Մենք պահանջում ենք ոչ թե արդարացումներ, այլ պատասխաններ։ Մենք պահանջում ենք ոչ թե խոստումներ, այլ իրական թվեր։ Հա, ժողովուրդը շատ բան է տեսել իր պատմության ընթացքում եւ իրավունք ունի իմանալու ճշմարտությունը։ Սրան ասեք։ Այդ դուր ես փախնել։ Այդ թուրքի ծնունդ։ Նիկոլը քեզ հետը չի տանելու։ Այդ ծնունդով բոմժ կենսագրությունով բան ուսան նայում ես։ Արա դուք ուր պետք է փախնեք։ Ես պատկերացում սրանք իր ծանր օրեր են տանում։ Ասեմ ինչի։ Սրանք պետք է դեռ գիշերը շամպանսկին տրակ ասացնի։ Ես հիշում եմ 95 թվականի ընտրությունները եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սրանց պապան էր խմում։ Իր թիմի կենացը, իր թիմի, որ գողացել են ընտրություններ ժողովրդից։ Գիտեք, մենք էս արդեն տեսել ենք մի անգամ։ Դուք ձայնի ապագայի կյանքի երկրի գող եք։ Դուք ապագաչում եք։ Թերևս մենակ Թուրքիա է, բայց իրանց էլ դուք պետք չեք։ Հա, ես կարող եմ երաշխավորել, որ դուք իրանց էլ պետք չեք։ Որովհետև ձեր ունեցած հենարանը սրանք չմարդիկ են։ Արտուր Օսիպյանի կյանքը արդեն կախված է թերից։ Հացադուլան ստեր։ Իսկ ինչ են գրում սրա Նիկոլ Փաշինյանի աջակիցները։ Լսեք։ Ո՞վ է խնդրել Հացադուլանի։ Լսեք։ Թող սատկի։ Թող սատկի։ Ո՞վ է խնդրել Հացադուլան։ Սա ընդամենը մի չնչին մասն է։ Եթե ես դնեմ մտավոր, բարոյական, մարդաբանական վերլուծության ենթարկեմ սրանցից առանձին, մենք կփախնենք Հայաստանից, կհասկանանք, որ սրանց միջավայրում ապրելը վտանգավոր է։ Վտանգավոր է ցանկացած մարդու առողջության եւ ապահովության համար։ Հասկացեք, Նիկոլ Փաշինյանը ստեղծել է մի հատ կաստա։ Այն ճաճին հարմարված, ադապտացված կերտագույն կաստա է ստեղծել, որը չափազանց վտանգավոր է։ Ոչ թե մեզ համար իրենց ընդդիմադիր է, չէ, իրենք իրենց համար նրանք նույնիսկ չեն հասկանում։ Հասկանում եք ոնց որ մարդ ապրի, դուք բրոնքս եղել եք, այն որ գիշերցել եք կրակում են իրար վրա։ Հա, դու կարող կրակող չլինես, բայց դու որտեղ ապրում ես, դու չգիտես քո վրա երբ են կրակել։ Այն բրոնքսում հատվածներ կա, տարածքներ կա, միջև հիմա նույն վիճակն է։ Միջև հիմա դու 21-րդ դար ենք։ Հիմա այնտեղ ապրողը ինքը գիտի կարող է ինքը հանցագործ չի, բայց կարող է մի օր ուղղակի պատահական իրան էլ կրակել։ Ուղղակի այնտեղ էժան դա բան է դրան։ Հասկանում եք։ Գետոներ այլ էսեն սևերի, մեքսիկացիների։ Այսպես նույն բանն ասա, դու կարող է չես ընտրել Նիկոլ Փաշինյան, բայց դեմ չես։ Բայց սրանց միջավայրում բոլորս ենք վտանգված, եթե մեկը կարող ասի, Հացադուլ անողին թող սատկի, ժողովուրդ, սրանք հակացուցը, սրանք են
ճահճին, տիղմին ադապտացված կենդանիներն են, որ իրանք կարող են միայն այդ որակի արդյունք տալ շրջապատի համար, այդ որակի սերունդ տալ եւ այդ որակի կառավարություն ընտրել։ Ինչն է որ ընտրել են իրենք։ Մի ուրիշ սերունդ բանը տեսակել կա։ Ես ուզում եմ, ես այսօր տես միամիտ ուրիշտեղ կոմենտ է գրես, ընդհանրապես չեմ գրում էլի։ Մեկը ինձ է պատասխանել, պատահմամբ տեսնում եմ։ Ես ուզում եմ ուղղակի բովանդակությունը ձեզ կարդալ, որ հասկանանք սենց տեսակեր ունենք։ Գրել է Վարդան Հակոբյան փորձում եք ձեզ մաքրել, թե բոլորն էլ մի սանդվի կտավեն։ Ես իհարկե չեմ հասկանում ինչ ա գրել, հայերենից այդքան էլ լավ չի ակնհայտորեն, չի ստացվի։ Ձեր խմբակը պարզ երևում է, որ ռուսական որդը կերած է, ինչպես նուրն է ներսից կերված լինում, արտաքինից մաքուր, իսկ ներսում որդի արտաթորակ։ Ուղղակի հարցնեմ էլ ես ընկերոջի, հարցրեցի, կնեք, նախ հայերեն գրեք, մեկ էլ ինձ ասեք այդ որ խմբակն է, ես այդ որ խմբակից եմ, որ ներսս դուրսս բան որդիս որդոր կերած է։ Հետո այդ լսեք, ամենակարևորը լսեք, ԿՊ գործով դեռ 18 թվականից ցույց է տվել, ԿՊ-ն գործով 18 թվականից ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը տանում է բոլորովին նոր ուղով, չգիտեիք դուք։ Սա փաստորեն աջակիցն է այդ նոր ուղի։ Տեսնեք, ո՞րն է այդ նոր ուղին։ Իսկ ձեր բռնած ուղին նույն քարուքանդ կածանն է, չգիտեմ այդ քարուքանդ կածանը որտեղ է ես բռնած, որը տանում է փակ ուղի։ Ցանկացած խմբակ, լսեք, կուսակցություն, որը դավանում է հակաթուրքականություն, գործում է ՀՀ պետականության դեմ եւ հօգուտ ռուսական մորդորի։ Դուք ոնց եղել եք Լուսանսկում, այդպես էլ կմնաք։ Ուրեմն հասկանանք, սա իդեալական բացահայտում է, ես չգիտեմ դες բան կա։ Ուրեմն ցանկացած խմբակ կուսակցություն, որը դավանում է հակաթուրքականություն, գործում է ՀՀ պետականության դեմ։ Փաստորեն պետականությունը սրա բանով 18 թվականից գնացել է պրո-թուրքական ուղղությամբ եւ Հայաստանում կան մարդիկ լուրջ դեմքով, ես չեմ ուզում դեմքը ցույց տամ, որ առանձնապես իր համար գովազ չլինի, բայց կան, իմացեք, ուրեմն փաստորեն Հայաստանում կան թուրքական ազդեցության գործակալներ, որոնք ասում են, թե դու հակաթուրքական ես, ուրեմն դու ռուսական ես, դեմ ես հայկական պետականության։ Փաստորեն հայկական պետականության ոչնչացումը, որը Թուրքիայի նպատակն է, դա հայկական պետականության շահն է։ Ըստ սրանց։ Եվ որ ես նայեցի ովքեր են իրանց իր ընկերներից, ես բացեցի մա դեմքը տենամ fake է թե մարդը։ Պարզվեց չէ, fake չի։ Որ ես տեսա ովքեր են։ Ոնց եմ սիրում իմ համբերությունը, դուք չեք պատկերացնի, ես որ հարցի պատասխան չեմ ունենում, վերջնական, հա, ես կարող եմ տարիներով սպասել այդ պատասխանին։ Երբ որ ես տեսա այդ դեմքերին, ասի, այդ թուրքական ազդեցության գործակալն է, փաստորեն, դուք ձեր հակառուսականությունը հիմնավորում եք ձեր պրո-թուրքականությունով։ Եվ Նիկոլին դեմ եք ենքանով, որով ինքը Ռուսաստանի աղիքից դուրս չի գալի, բայց ընթացքում միշտ գովում են Թուրքիան։ Նայեք, հետևեք, որ ես այդ տականքներին անուն ազգանունով չտամ։ Օրը գալու է, ես իհարկե ցբխելու եմ, լղոզելու եմ եթերում, բայց ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք։ Ուրեմն Հայաստանում կան պրո-թուրքական քարոզիչներ, որոնք 18 թվականից են գործում, եւ դա ներկայացնում են որպես հայկական պետականություն, պետականության շահ։ Իսկ թուրքերի շահը պետականության իմաստով ասում հայկական պետականություն պիտի չլինի։ Դա թուրքերի գրածն է։ Այդ գիրքն էլ Փաշինյան Նիկոլը դոշի նկարում է։ Հենց դուք լսեք այն ճակերտավոր խոսացող գլուխներին, որոնք ամեն ինչում արտահայտում են թուրքերին։ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են մենակ այն ժամանակ, որ ինքը Պուտինի հաստաղիկից դուրս չի գալիս, բայց ընդհանուր առմամբ իր այդ օքեյ է։ Դուք տեսնում եք ձեր մեջ, այդ դրա մեջ ձեր դեմ սրանց։
Ես ես ուտեսա, ես կարծացի թվում եմ անմեղ ստատուս չէ, պատասխան, ոչ վիրավորանք կա, ոչ բան կա, ես սոք եմ, ուղղակի ես ուզում հասկանալ այդ ոչ խմբակն է, որ ես, չգիտեմ, ներսից կերել է ինձ, կամ ինձ է կերել, կամ բայց ասում են որ դու, բան, կուսակցություն, շարժում, խմբակ, բան, չգիտեմ, ուրեմն ես ասեմ ձեզ, Պուտինին էլ Էրդողանի դոշին դրած, ձեր հետ միասին ուղարկեմ գերեզման, որտեղ որ ձեր տեղն է, Նիկոլ Փաշինյանն էլ վրադիր, քանի որ դուք տգետներ եք այլ բառապաշար չեք հասկանում, եթե մարդը Պուտինին, չներողություն Էրդողանին, Նիկոլ Փաշինյանի դեմ ուրեմն անպայման ռուսական գործակալը, դա ամեն անգամ շեշտում եմ, քեզ ուրեմն այնտեղ Պուտինա խառը, Նիկոլա խառը, Ալիևով, բանով, Էրդողանով, բոլորիդ ուղարկեմ դժոխք, հա, սենց, հաթետավորեմ, deliver հասեն խփեմ, ուղարկեմ դժոխք, որ դուք հասկանաք իմ համար բոլոր մեկներ, հայ միջալոց, Եվրոպան էլ վրադիր, որ հանկարծ չարցնել ես, Եվրոպա ձգտող մեկն է, այս Եվրոպան այսօր որ կա, Իրան էլ հետը, Ամերիկան էլ վրեն, սես բոնուսներով, ատես ինչ բոնուսներ է, Ամերիկա, Եվրոպա, Թուրքիա, Ռուսաստան, բան, սաղիդ հավաքեն միտեղ ու դժոխք, հո չեք նեղվում տղեք, նեղվեք, չնեղվեք, ինձ ինչ, գնանք առաջ, մատ լսենք սան, տարիների ընթացքում ամրաշինական աշխատանքների մասին ընդդիմադիրներն էին մշտապես ահազանգում, որ բացի դիրքերից այնտեղ բազմաթիվ ենթակառուցվածքներ են պատրաստվել եւ կառուցվել, շատ են ամրապնդվել։ Չդիմանություն, ներվում հարցից ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ամենաշինարարական աշխատանքներ են կատարում, հայ բանը մեր անտառներն են կտրտում, սրան նայեք դեմքի արտահայտությունը ու պատասխանը։ Այսինքն այդ ամրաշինական աշխատանքները իսկապես շատ են իրականացվել։ Ամրաշինական աշխատանքների իրականացումը դա հարցն է սպանում, ասում եմ, իսկապես շատ են իրականացել։ Աղջիկ ջան, ի՞նչ կապ ունի շատ են, կամ այդ որն է շատ ու քիչը։ Հարց տուր, իրականացել են թե ոչ, եթե իրականացել են, գլխին հենց միկրոֆոնը։ Հիմա տեսեք ինչա պատասխանում շուրթերը կծելով։ Գիտեք ինչի, որտեղ տհաճի հարցը չի ուզում, բայց միևնույն ժամանակ չի ուզում նաև խոսի, չգիտի ինչ ասի։ Այս քանի որ ես մասնակից եմ դες ասեմ, երբ որ մարդը մի բան է ուզում ասի, բայց գիտի որ պետք է չասի, այս բերանը փակելն է, էլի։ Ֆիզիկապես փակում է, որ բառը դուրս չգա։ Միջև կմտածի ինչ ասի։ Սա գլխավոր շտաբի պետն է հայկական լսեք։ Ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մասը, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց ինքը պետք է իրականացնի։ Լսակ, պետք է իրականացնի։ Այսինքն փաստորեն Ադրբեջանը մեր տարածքում պետք է դա իրականացնի։ Լսեցիք։ Սա հայ սպայա գլխավոր շտաբի պետն է։ Իսկ մեր նաև պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգ ենք։ Ու մենք էլ ահազանգ ենք։ Ոչ ոք չասեց։ Այդ է։ Ինչ է ասում, դու մամուլի խոսնակն ես, ինչն ես, ում է դիտորդ ես ընդե։ Ինչ ահազանգ ես։ Այ ոչխար։ Սրան դրեք սահմանադրությունը դեմը, թող կարդես խոտակերը, ասեք այ խոշոր երջերավոր սահմանադրությամբ դու պարտավոր ես Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանես, ասում Հայաստանի տարածքում իրանք պետք է ամրական շինարարություններ անեն, մենք էլ պետք է ահազանգենք։ Այդ տղա։ Հիմա որ ասեմ սա հանցագործը, պետք է ասեն չարունախանց։ Այդ տգետներ դուք հասկանում եք, որ հանցագործը սա իրավաբանական սահմանում է։ Ես ուզում ոչխա սա բանա բնութագիր է իր վարքագծին, բայց հանցագործը դա զուտ իրավական բան է։ Հարցում Բաղդասարյան ջան։ Խնդրում եմ։ Այս տականքի նկատմամբ ես գիտեմ չի աշխատել, բայց մի հատ թարգմանաբար դիմում դատախազություն մենք էլ տանենք տենանք ու որտեղ են կարող հասցնել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետը իր տարածքում ասում է ես կզեկուցեմ, ես ինչ անեմ։ Տեղակ պայեմ, Բարսասիչյան, քո Բարսասիչյանը ով է։ Դու ես զեկուցելու։ Հասկանում եք մենք ուր ենք հասել։
Դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով։ Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ։ Այո, ես եմ ասել, այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև, ինչու եմ ասել, ես չեմ զլանում, դա հաստատ Հարցում եմ, բայց չսովածացան երբ են գնալու, ասում այդ պահին ատենց է պետք եղել, ատենց եմ ասել։ Նիկոլ Փաշինյանն է, որ ասում է, ես ասում եի, այո, Արցախը Հայաստանի է վերջ, որովհետև այդ ժամանակ ատենց էր պետք, ատենց եմ ասել։ Հիմա հասունացել եմ, այլ այդպես չեմ ասում։ Հասկացաք ինչ է կատարվելու ձեր հետ Նիկոլ Փաշինյան ընտրած նախիջ։ Սրանք ձեզ ասելու են, հիշում եք, որ ասում ենք տարածքներ չենք տալու, ադրբեջանցի չի գալու, այդ ժամանակ ատենց էր պետք, ատենց ենք ասել։ Դուք էլ նախիջ զբաղված եք ձեր խոտը ուտելով, չեք լսել, չքած եք ունեցել, հիմա էլ մենք անում ենք, ինչ եք ուզում մեզանից։ Ձեր ուզածը ինչ է։ Սա հայ սպայ է։ Սա մեռնելիք է։ Ադրբեջանցիները նայում են սրան, նայում են Փաշինյան Նիկոլին, կարդում են գրառումները։ Գիտեք ինչ են մտածում մեր մասին։ Լրիվ օբյեկտիվորեն իրավունք ունենալով։ Արա սրանք մարդ չեն, սրանք ազգ չեն։ Սրանց կոտորելը հանցագործություն չի։ Դաժա նույնիսկ անհրաժեշտություն է, որովհետև այս կարգի տականք, որ ինք իր տունը ջուզում բանը պաշտպանի, ասում են ժամանակ սենց է պետք եղել, սենց եմ ասել։ Լրիվ օբյեկտիվորեն ժողովուրդ իրանք ունեն իրավունք մեզ ատելու, արհամարելու։ Հասկանում եք, որովհետև սրանց հետ են իրանք շփվում։ Որովհետև իրանք սրանց են ճանաչում։ Եվ որ Ալիևն ասում է, սրանք հիվանդ հասարակություն են, առնետ են, ոնց չասի, ինքը Նիկոլ Փաշինյանի հետ է շփվում։ Ոնց չասի։ Սրան է տենում։ Ու սա հիմա ներկայացնում են Ադրբեջանում, Թուրքիայում ասում են, տես, մենք մտել ենք իրանց տարածքում, իրանց անտառը կտրում ենք, բան, սրանք ասում են, լավ են անում։ Մենք կհազանգենք։ Ում ես ահազանգելու։ Որ ասել եմ, դա պետք էր այդ պահին ասել։ Իսկ թե ինչու, ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ։ Իսկ այժմ Սմարթը աչը չունի տալու, աղբեջան, պետք է եղել ասելա։ Հիմա էլ կահազանգի։ Մեր վրա որ հարձակվեն, այս անասունը ահազանգելու է։ Մեր տարածքում ամենաշինական աշխատանքներ է կատարվում, դու վաղը դրանց չես կարողանալու հանես, որտեղ իրանք ամրացել են։ Հասա Արցախը չի, Արցախի դիրքերը տականքները քանդել են, հանել են, սրանք մեր տարածքում ամրանում են։ Դուք հասկանում եք, վաղը որ հարձակվեն մեր վրա, սա պետք է ահազանգի։ Դուք հանգիստ եք քնում Հայաստան։ Մեր երկիրը պահողները ընդամենը մտածում են ահազանգելու մասին։ Նիկոլի նախիր։ Լավա ձեզ դրա համար։ Այս վիճակը ձեզ ապահովություն է տալիս։ Ես սա վիրավորելու համար չեմ ասում, նույնիսկ եմ ասում, այս վարքագիծը բնութագրվում է բացառապես այս կենդանիների հավաքական պահվածքի բնութագրով։ Ուրիշ բան չկա ասելու, դուք հանգիստ եք քնում։ Սա ձեզ բավարարում է։ Լավ, ես չարու նախանձեմ, արա, լավ, ես լավը չեմ։ Լավ, ես բան եմ, ինչ եք ասում, ռուսաստուրուկ եմ, արա, հա։ Հա, բայց ձեզ որ հարձակվեն, սա բանը ահազանգելու է, ձեր վրա երկրի վրա որ հարձակվեն, դուք ընդեղ եք, չէ՞ դուք ապրում։ Սիրում եք Նիկոլին։ Շատ լավ եք, բայց ձեր վրա որ հարձակվեն, այս անասունը ահազանգելու է։ Ձեզ դա ձեր հա տալի։ Լավ, գոնե այն ոնց ասեմ, այդ համույթի մեջ կենթանատեսակներ կան, որ գոնե անասնական վնաս կա իրանց մոտ ինքնապաշտպանության, արա ձեր մոտ էդ չկա։ Հիմա սա նայեք, այս են երիտասարդն է,
Ընտրատեղամաս եկած զինվորների լայն ներգրավումը բացահայտած Նյուզեյմի լրագրող Նարեկ Խաչատրյանն ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։ Այսօր ինքս ներկայացել եմ զինկոմիսարիատ եւ ինձ ծանուցում տվեցին, որտեղ հասկանում եք, սրա բանակը օգտագործում է որպես պատժիչ միջավայր։ Այստեղ են նկարել է բացահայտել այս խախտումները իրան հավաքների բան ընտրության հենց հաջորդ օրը զանգ եմ ստացել։ Ընտրությունների օրն օրենքի խախտմամբ ընտրատեղամաս եկած զինվորների լայն ներգրավումը Հասկանում եք, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հանցագործությունը բացահայտելու համար որպես պատիժ զորահավաքների են տանում։ Այսինքն իրանք էլ են խոստովանում, որ իրենց պահած բանակը դա բանտ է։ Դա մարդուն կարելի է ուղարկել պատժելու համար։ Իրենց հանցագործությունները բացահայտելու համար։ Ոնց կարելի է սենց սեփական բանակին վերաբերել։ Գիտեք ինչ են դες վերաբերվում։ Որտեվ իրենց սեփական բանակը չի, դա ռասխոդի մատերիալ է։ Ու ինչքան քիչ է ռասխոդի մատերիալը, այնքան լավ։ Այնքան քիչ դիմադրություն ապագա հարձակումների համար։ Այն հանգամանքը, որ Ալիևը պնդանում է դիրքերում, գիտեք ինչ է նշանակում, որ այդ հարձակումը անխուսափելի է։ Այն ժամանակ Նիկոլը էլի ահազանգելու է, ասի չկարողացանք, չկարողացանք, մենք կահազանգենք։ Ու այս լրագրողներից ոչ մեկ չի ասում, այ ինչ է հազանգել, արա, ում ես դու սահմանադրել դու պարտավոր ես միջոցներ ձեռնարկել։ Եթե չես ձեռնարկում, դու չես կատարում քո զինվորական պարտականությունները։ Դու պիտի գնաս տրիբունալ։ Ոնց եմ ափսոսում, որ ես չեմ հայերում։ Դե հիմա լսեք, թուրքերի ախորժակը։ Без Дербента не может быть великого Азербайджана. Для создания великого Азербайджана оба этих города должны находиться внутри азербайджанского государства. Потому что один из них является колыбелью азербайджанской государственности, азербайджанской общественной мысли и формирования общества в целом, то есть Дербент, а другой — это Тибрис. Поэтому они оба должны быть воедино. Да, и вот через 2 дня, то есть 21 мая, исполняется 230 лет со дня оккупации Дербента. Խոսքով արդեն Դերբենտ Հավրիզ բան, զակ են ուզում, արդեն Հայաստան չկա իրանց համար, չկա Հայաստան իրանցն է, հիմա արդեն մտել են իրանց են ուզում, մեզ ասում են դուք ոչ մեկ եք, այս տարածքում չեք եղել, սրանք հասել են մտքով արդեն Իրան, ու մեր նախիդը ծախատալի, Ինչ ասես, մի նեղացեք էլի, ես չեմ մեղավոր, որ դուք այտենց եք ձեզ պահում, ես ընդամենը փաստ եմ արձանագրում, մեր ընտրությունների մասին մի հատ լսեք, Only just over half of the Armenians voted. In Armenia, the polls have just closed. Only just over half of the Armenians voted. That's because most Armenians live abroad. And the Armenian Prime Minister forbid them to vote. Ասում են ավարտվեց ընտրությունները Հայաստանում և այդ ընտրություններին մասնակցել է ամբողջ հայերի կեսը։ Ինչի, որովհետև վարչապետը արգելել է Հայաստանի քաղաքացիներին արտասահմանում քվեարկել։ Ընդ որում ասեմ է, ոչ թե սփյուռքահայերին, մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հնարավորություն չի տրվում, հնարավորություն։ Լեգիտիմ է, սա օրենքով է, որ մենք կարողանանք հյուպատոսարանում դեսպանատաներում գնալ քվեարկության։ Սա լրիվ լեգիտիմ է, սա լրիվ բան է, սա կարալինի, հատուկ սահմանադրություն պետք չի։ Մենք սփյուռքում չենք տալիս, ասենք Հայաստանի քաղաքացի եմ, ես կինս երեխեքս չեն ընտրում, չնայած մեկ ընտրում է։ Մենք կարող ենք ընտրել, մենք պիտի ընտրենք։ Բայց մեզ արգելված է, հիմա այս մարդը չի հասկանում։
from abroad, from the embassy, like any normal country allows. Ցանկացած ասում նորմալ երկրներն են թույլ Why did he do that? Why has the French intelligence service, taken on the job of blocking on the internet all the criticism of the government of Armenia that they possibly could? You've already worked out why. Սա արդեն քաղաքական ռումբ է։ Ես չեմ կարող այս սրա 100% բաները ասել, որ սա ճիշտ է, բայց ես իսկապես ճանաչում եմ, ես այն լսում եմ հիմնականում միջազգային բաների հետ կապված, անալիզների հետ կապված, ես ով զարմացա, որ Հայաստանի մասին խոսացել։ Որն ասում է, ինչի է ֆրանսիական հատուկ ծառայությունները օգնում Փաշինյանին արգելափակել այն ինտերնետ կայքերն ու աները, որտեղ քննադատում է Փաշինյան Նիկոլ։ Ինչի է Եվրոպան աջակցում Փաշինյան Նիկոլի հանցագործություններին։ Այն ինչ որ Եվրոպան աջակցում է, ես դա տեսնում եմ, բայց թե ֆրանսիական հատուկ ծառայություններն են արդյոք զբաղված նստած ինտերնետը ֆիլտրում, թե չէ, ես դրա ապացույցները չունեմ։ Բայց սա ասում եմ մի մարդ, որ ասեմ, հենց բաներ չի ասում։ Ես սա թողում եմ սենց կախված օդի մեջ։ Ինչպես Նիկոլն է սիրում ասել, չճշտված աղբյուրներն ասում են, որ սենց բան կա։ Աշխարհի համար անհասկանալի է, տես ուկրաինացիների համար, ինքը ամերիկացի է։ Աշխարհի համար եւ ուկրաինացիների համար եւ ամերիկացիների համար, вообще ընդհանրապես բոլոր նորմալ համար մարդկանց համար անհասկանալի է, ոնց կարող է սենց բան լինի։ Ոնց կարող է սենց օդակարգով մարդ ձայն ստանա։ Ինչի են այդ երկրները շահագրգռված Հայաստանի ոչնչացման մեջ։ Տեսեք, ինչ է կատարվում մեր շուրջը։ Մի հատ հասկանանք վերջնականապես էլի։ Ռուսաստանը չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ, բայց չի էլ մերժել։ Այսօր ուղղակի մի հատ թիվ է ասել, որ 20%-ով կեղծել է, 20% գողացել է Հայաստանի ձայներից։ Նիկոլ Փաշինյանը իր բաները 20% ավելացել է։ Սա ռեալ թիվ է։ Վստահ եղեք, ռեալ թիվ է 20% գողանալը։ Այսինքն ինքը մոտարապես մաքսիմում ունի մի 25-ից 30%։ Ռուսաստանում ասում են դու 20% գողացել ես, բայց դեռ չեն ասում դու չես ընտրվել, չեն ճանաչում, չեն ասում նրան, սպասում են։ Սպասում են, թե ինչ պետք է առաջարկի։ Նիկոլ Փաշինյանը հիմա չգիտի էլ ում ինչ առաջարկի, որ իր իշխանությունը ճանաչեն, ու հետաքրքիր նաև ոնց ճանաչեն։ 40%-ով ճանաչեն իր իշխանությունը, 51+ ճանաչեն, թե նաև հետագայում թույլ տան ինքը սահմանադրական մեծամասնություն խլի, ամբողջը քննարկվում է դրսում, մեզանից հեռու։ Նույնիսկ Թուրքիայի պայմանագրեր են կնքում մեր հաշվով, մենք չկանք այնտեղ, երեք ես մասին ասեցի, չէ՞։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը։ Մեր տարածքով գնալու են, գալու են, ամեն ինչ իրանց արդեն Հայաստան դեգորություն չունի։ Ռուսաստանը սպասում է, ինչու մի բանի է սպասում։ Ես ենթադրում եմ երաշխիքներ, որ նախ FSB-ի կոնտրոլի տակ լինելու Զանգեզուրի միջանցքը, ամբողջը դա շուրջն է։ Ամբողջը դա շուրջն է։ Հիմա բազար են անում, ով ինչ ասի չերում։ Կտան FSB-ի տակ, ինքը կճանաչի Փաշինյան Նիկոլի, կասի լավ, խախտումներ կար, հապկի նման, բայց ոչ էական։ Լավ, 51% քեզ։ FSB-ի իշխանությունը կտան, ըստ ումա կասի։ Չեն տա, այդ տվողն էլ գիտեք ով է։ Եվրոպա, Թուրքիա, Թրամփ, Իսրայել, Հայաստանը չի։ Դրա համար Սամվել Կարապետյանը, Ծառուկյան Գագոյիթ նստած սպասում են, գիտեն, որ իրանք որոշող չեն։ 4% կանցնի, թե չի անցնի, ամբողջ էս բազարների արդյունքում է։ Եվրոպան այսօր ինստիտուցիոնալ իմաստով անենց նվաստացված փոշիացված է, որ մի հոգի կարա ասի, որ սա կրիմինալ է, բայց Ուրսուլա ֆոն դեր Լայնը, որը նախագահն է, զանգի շնորհավորի։ Լեհաստանի նախագահը զանգի շնորհավորի, Լիտվայի նախագահը զանգի շնորհավորի, արդեն HBO-ն, այն բարեգործականության միությունը
Զանգեն ասի զանգի շնորհավորի։ Ելով կան դեղում վրա կարելի է հույս դնել։ Մարդ չկա։ Ինչ վերաբերվում է Իրանին, Իրանը իր գործով է զբաղված։ Իրանը իր գործով է զբաղված, որտեղ ինքը պատերազմի մեջ է, որտեղ Թրամփը զանգում է անընդհատ, իրան խնդրում ասում է մի կրակի Իսրայելի վրա։ Խնդրում եմ։ Էլ ասում է մեզ խնդրելու փոխարեն խնդրի Իսրայելին, որ ինքը չկրակի Լիբանանի վրա։ Իրանը դրանով է զբաղված։ Ու ես ես նայում եմ Իրանին, բանը, մեծ պահվածքներով, հա, այս էլ մի հատ բանն է հետաքրքիր, հաշվել են, որ Թրամփը այս 3 ամսա մեջ 38 անգամ ասել է, որ պրծավ, պատերազմը պրծել է, մենք արդեն գործակի կնքել ենք Իրանի հետ։ 38 անգամ ամերիկյան Նիկոլը հաշվել են, որ այս 3-4 ամսա մեջ 3 անգամ, 38 անգամ արդեն ինքը պայմանագիրը կնքել է։ Հիմա ես նայում եմ մտածում ասում Տեր Աստծո, մենք sense կողքի ենք ապրում, էլի, իրանցիների հետ, կողքի ապրել ենք հազարամյակներով։ Ոնց եղավ, որ sense եղավ։ Ոնց եղավ, որ մենք ներսում արդեն ունենք թուրքանալու պատրաստակամություն, իսկ կողքի հարևան պետությունը մենակ սանկցիաների տակ 40 տարի ապրելով կարողանում է աշխարհի գեր հզոր երկրներին ծնկի բերի ուղղակի։ Ոնց։ Դա ոնց է լինում։ Որն է, որ մենք չենք հասկանում, որտեղ է, որ մենք պետք է գնանք սկականից ինքներս մեզ վերանայենք, ասենք ներողություն, ժողովուրդ, ներողություն, պատմություն, ներողություն, ծնող, ներողություն, պապեր, ներողություն, գերեզմաններ, այստեղ մենք սխալ ենք եղել։ Որտեղ։ Ես սա իմ համար քաղաքակրթական բանալի եմ համարում, այո, պատմության համար։ Բանալի, այ եթե տեղ հասկանանք, այդ բանալին ցես բացենք, նայենք, մաքրենք, ու ասենք ժողովուրդ ջան, աստեղ այլև թերությունները։ Այդ միջևս ինչ անենք։ Մենք չենք կարող։ Մենք չենք կարող երկիր դառնալ։ Այ չենք կարող, դրա համար մեր մեջ մարդիկ կան։ Մեզ ասում են սրիկա, տականք, որ ես ասում եմ ես չեմ հանձնվելու։ Ես ասում եմ գրկում եմ չհանձնվողներին, ինձ ասում են տականք, պատկերացնում եք։ Դուք պատկերացնում եք այդպես բանում, Իրանում մեկ ասել ես չեմ հանձնվելու, իրան ասեն դու տականք ես։ Կամ Ուկրաինայում։ Մեր մոտ ասում են։ Ու դա ասում է իշխանության աջակիցները, դուք հասկանում եք։ Մենք քաղաքակրթական շատ խորը հապկի մեջ ենք, մեծ Նիկոլի մեջ։ Մենք պետքա սենց դեղաբույսերով, չգիտեմ, մեր ազգային ինքնությանը վերադառնալով անպայման, ինքնաբուժությամբ զբաղվենք, ինքնաբուժությամբ, գնանք հետ, դեպի արմատներ։ Գիտեք բուդիզմի մեջ կատարելությունը որն են իրանք համարում, վերադարձ դեպի մանկություն, փիլիսոփայորեն դա է, որովհետև ասում են մանուկն է իր կատարյալ վիճակում, որտեղ դեռ ինքը ոչ մի գայթակղություններ չունի, որտեղ իր մոտ ամեն ինչ արարչական է, պարզ է։ Այ հիմա մենք պետք է հետ գնանք դեպի մանկություն, դեպի արմատներ, գուցե այնտեղ գտնենք փրկություն։ Հակառակ դեպքում տեսեք ինչ է լինում, նայեք, այս պատերազմի ընթացքում Իսրայելի առողջապահության նախարարությունը բան է տվել, թիվ է տվել, որ 50,000 IDF-ի զինվոր հոգեբանական տրավմայի մեջ է, հրաժարվում է ծառայել։ 50,000, որովհետև իրանց մոտ այս դուալիզմը, քարոզչությունը, իրականությունը, աշխարհի վիճակը, աշխարհի իրանց նկատմամբ վերաբերմունքը, սա դուալիզմ է։ Երբ որ դու քեզ ասում են մի բան, բայց իրականությունում ուրիշ է։ Եվ դու չգիտես որը անես, դու հասկանում ես, որ քո արածը հանցագործություն է, բայց քեզ այտենց են քարոզել։ Այս երկակի վիճակը 50,000 մարդու մոտ խսեցել է խայտարակ հոգեբանական վիճակ։ Մեր մոտ 50,000 չէ, թիվը շատ մեծ է։ Այդ դուալիզմով տառապող, որ ինքը չգիտի որն է ճիշտ։ Որտեղից իմանա, պատկերացեք, կուսակցական իր առաջնորդները մեր մոտ
կուսակցությունները գիտենք, չէ՞, ամեն մի կուսակցություն դա մինի սեկտա է։ Այդ կուսակցության առաջնորդները գալի մի բան խոսում են, գնում իրաց թիկունքում առանձին ուրիշ բան են պայմանավորում։ Դուալիզմ։ Մեր հոգևոր առաջնորդները որոշակի թեթև բացառություններով, թողենք այդ բացառությունները, գալիս են մեզ քարոզում են, որ մարդ պետք է ժուժկալ չլինի, չգիտեմ, հավատարիմ լինի, ստախոս չլինի եւ այլն եւ այլն եւ այլն։ Նստում են էսկալասը ու գնում են։ Հասկանում եք, որ դա այդ դուալիզմն է։ Դու ասում ես մի բան, ապրում ես ուրիշ ձև։ Վզիցդ կախում ես ոսկին այսենց խաչը, այսենց հասցեպով, ու ինձ բացատրում ես, որ մարդ պետք է հոգևոր սննդով սննդի։ Որ գայթակղությունը մեղ կա։ Այս դուալիզմը սպանում է մեզ։ Ես կարող եմ սենց բացատրել մեր թերությունները, բայց սա իմ բացատրությունն ամեն դեպքում ես չեմ համարում այդ ոլորտում մասնակից։ Ես դա եմ տեսնում, դա եմ ասում։ Բայց եթե այս երկու հանգամանքներ մեր կարողանանք մաքրենք, իսկ ահագին օգուտ կտանք մեզ։ Հակառակ դեպքում տեսեք, մենք ազգովի այս վիճակի մեջ ենք։ Հոգեխանգանմունքի մեջ ասում ենք տականք մեկին, որ ասում են եկեք չան, ով չի հանձնվի, արեք գրկեմ քեզ։ Ասում ենք ով հանցագործին աջակցում է, դա ասենք հանցագործը։ Էլի նույն բառերը։ Արաբա հանցագործին աջակցելը ինչ է, հանցագործություն չի։ Հանցագործություն չի։ Ոչ քֆուր է, ոչ ման, հանցագործ էլի։ Մարդիկ չեն հասկանում, անասնացել են, գազազել են, չեն հասկանում ինչ են ուզում։ Գիտեմ մի բան, իրանց սեկտայի վարիչին չի կարելի գտնել։ Ու վերջ, ուզում է տեղին էլի քննադատությունը, ուզում է ուղղակի քննադատություններ չլինի, ուղղակի հիշատակում լինի, չկա դու իր սեկտայի վարիչին կպալ, դու թշնամի ես, վերջ, եթե նույնիսկ երեկվա իր ընկերն էիր։ Այսօր լրանում է ամերիկյան թերթերն են հիշել, ես էլ ձեզ ասեմ, էլի 59-րդ տարի, ուղիղ 59 տարի առաջ, այսօրը Իսրայելը հարձակվել է ամերիկյան նավի վրա ու սպանել է 34 մարդ, 171-ին վիրավորել է։ Սա տարածվում է ամերիկյան մամուլում, որ քո թվացյալ բարեկամ է, որ մեզ ասում են, թուրքականությունը, ով հակաթուրքական է, դա դեմ է հայկական պետականությանը։ Այս նույն բանը հիմա ասում են, ով հակաիզրայելական է, դա դեմ է Ամերիկայի պետությանը։ Ու ցույց են տալի արդեն փաստեր, արա ինչ դեմ արա։ Այս քո առաջի թշնամին է։ Հիմա մեզ էլի բերում են դուալիզմի մեջ են ուզում մտցնել։ Որ եթե դու հակաթուրքական ես, դու դեմ ես հայկական պետականության։ Չի ստացվելու։ Գիտեք ինչ չի ստացվելու։ Աշխարհը մի տեսակ գնում է ուրիշ ուղղությամբ։ Նայեք, սա Անժելինա Ջոլին է։ Ամեն։ Որ արդեն իքել թքած ունի Իսրայելի վրա։ Ասում է, այն ինչ որ կա։ Սա ուրիշ արտիստ։ Էլի հայտնի շատ։ Նատալի Պորտման։ Նույնը։ Հասկացեք, մենակ մենք ենք հետի, միջալոց ես պետք է ասեմ։ Այս առումով աշխարհը գնում առաջ, մենք շատ հետ ենք։ Շատ։ Մեր մոտ ալտերնատիվ մեդիան, մարդկանց ինքնուրույնությունն ու կարծիք ունենալու համարձակությունը շատ հետ է։ Դրա համար դեռ կարողանում է նիկոլական մեդիան իր քարոզությունով ապահովի թրքացում այն աստիճան, որ մարդու գենետիկ հիշողությունն է սպանում, որ արա ոնց կարաս դու պրոթուրքական դնես, արա իր երազանք, իր նպատակը գրած, պեքատած, գիրքներ տպած, քո ոչնչացումն է։ Ոնց կարող է քո ոչնչացումը լինի քո պետականության շահը։ Բայց քանի որ պետական մեդիան ավելի ուժեղ է եւ դա քարոզությունը կարողանում է, դեռ անում է։ Այս առումով մենք շատ հետ ենք։ Շատ։ Նույնիսկ ամենա կապանքների մեջ գտնվող Հոլիվուդը կարողացավ այդ լուծը թոթափել։ Մենք նոր աշխարհ ենք մտնում, նոր, ոչ մեկը չի դիտել ճակատը։ Չինաստանը գնում է Նորդ Կորեա, Հյուսիսային Կորեա։ Չինաստանը Շի Ժինպինը գնում է Հյուսիսային Կորեա։ Չկա Եվրոպա, մեր պատկերացած։
Չկա Ամերիկա, կա ուրիշ բան, կա ագրեսիվ Ադրբեջան ու Թուրքիա, պարտվող, բայց դեռ ագրեսիվ Իսրայել, Չինաստանը գնում է Հյուսիսային Կորեա, Հայաստանին ոչ մեկ չի հարցնում ոչ մի բան, որովհետև հայ ժողովուրդը որոշել է, որ ինքը ոչ մեկն է։ Ու ով որ ասում է ես ոչ մեկ չեմ, նա տականք է։ Ինչ-որ մի մասի համար։ Գոնե 20%-ի համար, ասենց ասեմ։ Մենք միշտ այս տարավերջ ունենալու ենք լրիվ աշխարհ, լրիվ ուրիշ աշխարհ։ Ինչ եմ ասում տարավերջ, որովհետև տարավերջին 2000 փոփոխություն է լինելու։ Մեկ Իսրայելում ընտրություններ կա, մեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ամերիկայինը միջնաժամկետ է, բայց դա փոխում է ամբողջ կառուցվածքը ու փոխելու է։ Մեզ միջև է դիմանալ է պետք։ Եվ հիմա հաղթել, որ մենք հասկանանք, այս ագրեսիվներով, այս չգիտեմ, բոլորը յաթաղան են սրում, մեր գլխավոր շտաբի պետը ասում է կհազանգեմ, ում այ ոչխար, ում մտածենք պապիկին։ Գոհ եք ընտրության արդյունքներից։ Գիտեք, մի հատ հին արևելյան պատմվածք կա։ Անտառի թագավորը որոշում է իր համար գյուղ սարքի, հավաքում է բոլոր կենդաններին, ամեն մեկին մի հանձնարարություն է տալիս, ասենք փղերին գերաններ բերել, խոզերին հիմքը փորել, էշին էլ ուղարկում է գետից ջուր բերելու։ Բոլորը իրանց գործը անում են, այս էշը գնում է ու կորում է։ Անցնում է մի տարի, գյուղը արդեն սարքել են, մեկը տեսնում են էշը վերում բերանին գալիս է։ Կանչում են արա, ասում են, ես ուր էիր, թագավորի մոտ են, արժույթի մոտ են կանչում, ես ասում եմ, դե գնացի ջուր վերցնեի, մեկը տեսա, որ գյուղի, կողքի գյուղում գյուղապետի ընտրություններ են։ Առաջարկեցի թեկնածությունս, անցա, ոնց ասում եմ, ես մի տարի դու գյուղապետ է, հա, ասում եմ, մի տարի տևեց, հասկացան, որ ինչ էշի են ընտրել, ինձ վռնդեցին։ Եթե հիշեցի, որ ջուր եմ ջրի հետևից էի ուղարկի, հեսա բերում եմ։ Գյուղացին մի տարի բավական եղավ, որ էշին չընտրի։ Իսկ հայ ժողովրդին 8 տարին էլ հերիք չէր, որ չհասկանար, թե ինչ էշի է ընտրել Իրան, անեցված ոնց կարող է գոհ լինեմ։ Իսկ ընտրությունները արդար են անցել ձեր կարծիքով։ Ոչ մի արդարություն չկար։ Գոհ եք ընտրությունից։ Նախիր լսեցիք, այն գյուղացու մի տարի է պետք եղել, որ հասկանա էշի է ընտրել։ Ձեզ 8 տարի, ասեն հերիք չի արել։ 8 տարի։ Եվ ասեն ոչինչ, որ ձեզ հերիք չի արել։ Ամենավատն է, որ ում որ հերիք է արել, որ հասկանա, դուք իրանց եք ասում էշ։ Դուք իրանց եք հայոյում։ Իսկ մենք հայտարարություն։ Սանասինք։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, արդյոք Հայաստանի Հանրապետությունը ազգային պետություն է կամ բարձ պետություն է։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, արդյոք Հայաստանի Հանրապետությունը ազգային պետություն է կամ բարձ պետություն է։ Ազգային պետությունը գլա այն ադեն, երբ որ ունենա աթավակական հիշողությունը, գիտակցությունը, արժեքների գիտակցությունը, իր մշակութային գաբերը, արժեքները բահել։ Իսկ եթե ազգային պետություն չէ, ազգային բովանդակությունը վերացված է իր ամբողջ հոգեբանությունից, իր հաշվին։ Հայ ժողովուրդը ինչ ունի դալիք այս երկիրը, որ Շվեյցարիան չգրնար դալ, կամ Ամերիկան չգրնար դալ, կամ Ֆրանսիան չգրնար դալ։ Միակ բանը, որ Հայաստանը գրնա դալ, որ ուրիշ որևէ երկիր աշխարհի մեջ, որ կանգուզի հարուստ տող լինի, որ կանգուզի խաղաղ տող լինի, կապ չունի։ Ուրիշ որևէ երկիր չի գրնար դալ։ Այդ բադգանելիության, ինքնության, գիտակցության զգացումն է, չէ՞։ Մենք ինչու կուկամ, ես ինչու հոսեմ։ Այո։ Ես կդայի հանքից Շվեյցարիա ապրել, 7 տարի ապրել եմ Շվեյցարիա։ Շվեյցարիան սարեր ունի, լեռներ ունի, շատ սիր ունի։ Բայց դրանք իմը չեն, սրանք իմն են։ Այստեղ ինչ որ տեսնում ես աչքդ իմն է։ Ոչ թե իմ սեփականությունը չէ, բայց իմն է։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, արդյոք այդ է որ մեզ ուզում են զրկեն այդ ինքնության գիտակցումից,
Որտեղ միակ բանը, որ հային պահում է իր հողի վրա, այդ ինքնության, եսի, սեփականության գիտակցումն է։ Հենց մարդը ինքնության գիտակցումը կորցրեց, այս ամենը դադարում է իրանին։ Դադարում է։ Ինքնություն, ինքնաճանաչված մարդը ամենամեծ անհաղթարելի խոչընդոտն է թշնամու համար։ Այ դրանից են մեզ ուզում զրկեն։ Հասկանում եք, Նիկոլի արշավը 2018 թվականից, հիշում եք էլի ոնց էր գրել, հենց մեր ինքնության դեմ է, որտեղ մեր ինքնությունը արդեն հակաթուրքական է։ Դրա համար էլ Նժդեհը ֆաշիստ է։ Դրա համար էլ մեր եկեղեցիները չուլան են։ Դրա համար էլ քարահունջը քարկտիկ տեղը, քարերը թափածան կապան տեղ։ Հասկանում եք։ Դրա համար էլ ասենք ազգային պահերը, вообще ազգայնականությունը դա հնացած մաշված բան է։ Հայրենասիրությունը դա թշնամություն է, ագրեսիա է։ Այո, սրանք 18 թվականից ճիշտ են ասում։ Պայքարում են հակաթուրքականության դեմ, այսինքն մեր ինքնության դեմ, որտեղ մեր ինքնությունը արդեն իսկ հակաթուրքական է։ Եվ մեր ինքնության ոչնչացման մեջ են տեսնում իրենց պատկերացած Հայաստանի պետականությունը։ Հիմա ինչ թույլ ենք տալու մենք։ Ու մեր ինքնությունը միակ բանն է, որ մենք կարող ենք աշխատում տալ։ Ուրիշ տալու բան չունենք։ Որովհետև մեր ինքնության, հավաքական ինքնության գիտակցման արդյունքում է, որ տալիս ենք Վիկտոր Համբարձումյաններ, Արամ Խաչատրյաններ, հասկանում եք, Տիգրան Պետրոսյաններ, այդ մեր ինքնությունից է ծնվում։ Այսօր Սերգեյ Խաչատուրյաններ, որովհետև իրանց ստեղծագործությունների, իրանց գործերի, իրանց ներքին ինքնավստահության մեջ կա այդ ինքնությունը նստած։ Հայրանց են զրկում։ Իսկ ես ինչ որ մի փոքրիկ խմբակ, ես խանգարում եմ։ Ու երկիրը տանում եմ դեպի մաղոց չասես։ Ինչ ասես բայց։ Եթե մի քիչ ուղեղ ունենան ինքնասպան կմնան, իրանց ինչ կարելի ասել։ Այսօր մեկը ասում են վիրավորում ես Նիկոլ Ընտրածներին, ասում Նիկոլ Ընտրողին հնարավոր չի վիրավորել։ Հնարավոր չի վիրավորել մեկին, որ արժանապատվություն չունի։ Ոնց կարող ես դու մեկին վիրավորել, որ արժանապատվություն չունի։ Հնարավոր չի։ Ցավացնել հա, վիրավորել չէ։ Ահ։ Վերջում սա եմ ուզում։ Արտանք է։ Ասում է հիշիր։ Հրյանա ասում, ֆիմա։ Որ կրացածը ամենաշատ ատումը նրանց, ով չի կրացել։ Ոչ թե ատումը նրան, ով իրան կրացրել է, այլ ատումը նրանց, ովքեր չեն կրացել։ Հիմա այս ինքնությունից հրաժարվածները ամենաշատը ատում են ոչ թե նրանց, ովքեր իրենց ստիպել են իրենց ինքնությունից հրաժարվել, այլ ատում են նրանց, ովքեր չեն հրաժարվել իրենց ինքնությունից։ Որը միակ բանն է, որ մենք կարող ենք աշխատել։ Միակ բանն է, որով մենք առանձնանում ենք, միակ բանն է, որ մեզ պահել է միջև հիմա։ Այ գաղտնիքը, որ ասում ենք, այսքան տարի ոնց ենք ապրել, այս դարերով ոնց ենք եկել ասել, հենց սրա հաշվին ինքնության հաշվին։ Էլ պետք չի ընկնել բաներ մանգալ, հենց է սա։ Որը համարվում է հակաթուրքականություն, որի ոչնչացումը համարվում է ՀՀ պետականության համար ամենակարևորը։ Ուղղակի այդ պետականությունը չակերտել։ Այսօրվա համար այսքան ինձ թվում է սա շատ կարևոր գիտակցում է, որ մենք հասկանանք հիմա ինչի պետք է ապրենք ու ոնց։ Դուրն բավարար է ինձ թվում։ Իչեմա, լավ մեծ։